Ամեն հայու, առավել ևս բանթուղթ հայու համար Հայաստանը երկաթաքիր մտյան մնե հաճախ։ Շատ դրդում հորովել մը գամ վարդակույն երազմը լավակույն բարակային։ Թարերու արյունոտ ճակատագիրը այնքան իդեալականացուցած է հայրենիքը, որ բանթուղթ հայը անհավատալի կգտնե զայն աչքերով տեսնելու, ցերքերով շոշափելու, անոր օդը շնչելու և անոր զուլալ ջուրերով հոգին զովացնելու հնարավորությունը։ Թարերով երազի երգիրն էր ան, մարդիրոսացած իր դառաբանքներով և թյութազնացած իր խիզախումներով։ Թբրոցական քրասեղաններեն սկսյալ անքանիցս դրորված էր մեր երևակայության մեջ, քանիցս ըմփոստացած, քանիցս հերոսացած, քանիցս նահատակված և վերջապես և հավերժորեն վերածնած։ «1935 թվականի գարնանային մի պայծառ օր, մայիսի 13-ին, Լիբանանի Բեքայի դաշտավայրում գտնվող փոքրիկ, բայց ինքնատիպ բնակավայրում, Ռայաքում, Կոտալազյանների ընտանիքում ծնվում է փոքրիկ Էդմոնը։ Մի հողի վրա, որտեղ արևի լույսը թաքուն հյուսվում է խաղողի վազերի հետ և ջերմացնում գյուղական խաղաղ կյանքը։ Ցեղասպանությունից մազապուրծ, Ադենայից գաղթած և Լիբանանում հաստատված ընտանիքի համար փոքրիկի ծնունդը մի առանձնահատուկ լույս էր, որ հետո պիտի լուսավորեր ոչ միայն իր ընտանիքն ու համայնքը, այլև համազգային նշանակություն ունենար։ Այն տարիներին Ռայաքը յուրօրինակ վայր էր, իր սոցիալական կազմով և մշակութային միջավայրով։ Գյուղը հիմնականում բնակեցված էր ֆրանսիացիներով, որոնց ներկայությունը կապված էր երկաթուղային կենտրոնի և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների հետ։ Այս բազմազգ միջավայրում համադրվում էր եվրոպական ազդեցությունն ու տեղի բնակչության կենցաղը և ձևավորվում էր մի միջավայր, որը չէր կարող փոքր երեխայի մտածողության մեջ հետք չթողնել, Էդմոնին վաղ հասակից ծանոթացնելով բազմաշերտ ինքնության երևույթին։ Երբեմնի հայաշատ Ռայաքում այսօր ապրում է հայկական ընդամենը մեկ ընտանիք՝ Մակարյանները։ Եվ նրանք ամուր են պահում հավատքն ու լեզուն, անվանի հայրենակիցների մասին հուշերն ու պատումները։ Այստեղ հիշում են Կոտալազյաններին։ Ռայաքի լեռներով շրջապատված բաց տարածքներն ու համայնքի հանդարտ առօրյան այն հանգիստ և դիտողական միջավայրն էին, որից սկսվեց Երվանդ Ազատյան մտածողի ներքին ձևավորումը։ Գյուղի արևելքի և արևմուտքի խաչմերուկում գտնվելու փաստը դարձավ նրա մտավոր ինքնության հենքը։ Ռայաքում լսած ֆրանսերենը տարիներ հետո նրան պիտի տաներ դեպի եվրոպական գրականություն, իսկ հայկական շունչը դեպի ժողովրդի ցավն ու հիշողությունը։ Ու թեև Ռայաքում Էդմոն Կոտալազյանը ապրեց իր կյանքի ընդամենը առաջին 5 տարիները, այդ շրջանը ձևավորեց նրա աշխարհընկալման առաջին շերտերը։ Ստացել էր ուրեմն ամերիկյան կրթություն, բայց մեջը դեր մնում էր ֆրանսիականը։ Դա երևի գալիս էր իր ծննդավայրից և իր շփումները, այս ամբողջը եթե իմի բերեք, կտեսնեք, որ մի բազմաշնոր անձ իր ճաշակով, նույնիսկ իր ուտելու կերպով, օգտագործած լեզուն, հրաշալի հայերեն, հրաշալի ֆրանսերեն, հրաշալի անգլերեն։ Ռայակից Բեյրութ տեղափոխվեց փոքր հասակում։ Այստեղ նա ստացավ կրթություն տեղի ամենահեղինակավոր հայկական բարեգործական ընդհանուր միության Հովակիմյան Մանուկյան վարժարանում, որտեղ նրանով հպարտանում են այսօր էլ։ Նա վարժարանի առաջին շրջանավարտներից էր։ Երվանդ Ազատյանի աշխատանքը եւ մանավանդ ազգային գործունեությունը լակրական
լա մշակութային, լա գուսակցական եւ միութենական կետներուն վրա իսկապես հբարդանքի արիտ է մեր դպրոցին համար, մեր վարժարաններուն համար եւ անգամ եւս կփաստե, որ մեր վարժարանները ներգա դրությամբ, ինչպես նաեւ անցյալին միութենական ղեկավարներ արտադրելու եւ անոնց պատրաստելու անուրանալի եւ մեծ ավանդ ունին եւ մեր վարժարանի աստեցությունը սպիրկի դարածքին շատ զգալի է բոլոր համայնքներում մեջ։ Մերձավոր Արևելքի մշակութային կենտրոն Բեյրութը բացեց Ազատյանի համար նոր հորիզոններ։ Գյուղի հանդարտությունն ու պարզությունը հակադրվում էր քաղաքային կյանքի բազմաշերտությանն ու քաղաքական եռուզեռին, ինչը հետագայում արտացոլվելու էր նրա հրապարակախոսություններում։ Բայց մինչ այդ նա դեռ պիտի անցներ բովանդակալից եւ չընդհատվող ճանապարհ, սովորելու, աշխատելու եւ ծառայելու ինչպես սփյուռքին, այնպես եւ հայրենիքին։ Էդմոն Կոտալազյանը կրթությունը շարունակեց Բեյրութի ամերիկյան համալսարանում, ապա 4 տարի աշխատեց Զարթոն գորաթերթում Քերսա Մահարոնյանի գլխավորությամբ, որը նրան մեծապես աջակցում էր իր բոլոր նախաձեռնություններում։ Նրան վստահված էր սպորտի բաժինը։ Տասնամյակներ հետո նա պիտի դառնար այս թերթի ամենահեղինակավոր հոդվածագիրն ու ամենասպասված հեղինակներից մեկը։ Բարեբախտաբար Երևան Ազատյանը այնպիսի ուսուցիչներ ունեցավ, օրինակի համար Քերսամ Արոնյանը շատ բան սորվեցավ անգե։ Ամենակարևորը հայրենասիրությունը, մաքուր, անփից հայրենասիրություն։ Բեյրութի բազմազգ մշակույթը, աշխույժ կյանքը, հիանալի ուսուցիչներն ու միջավայրը Էդմոնին սովորեցրին հաղորդակցման արվեստը։ Գիտեր կյանքի բոլոր դժվարին հանգրվանները, դաստիարակված էր հայրենասիրությամբ, հայրենիքին օգնելու, հայրենիքին նպաստելու, Հայաստանի մեջ, Հայաստանով սպիրկը ավրեցնելու եւ փոխադարձաբար սպիրկի օժանդակությամբ Հայաստանը զարգացնելու այդ գործի նա մունետիկն էր։ Ինքը իր գրական կյանքը սկսել է բանաստեղծությամբ, պոեզիայով։ Ահա այդ երիտասարդ տարիներին գրած բանաստեղծություններից մեկը հենց այսպես է սկսում. թեպետ հեռու եմ քեզ մե, բայց ապրում եմ քեզանով։ Ռայակից սկսած մեծ ճանապարհը սակայն իր բոլոր բարդություններով ու հմայքներով Բեյրութով չավարտվեց։ Հերթական հանգրվանը Եգիպտոսն էր, որը նրան բացվեց իր ամբողջ խորհրդավորությամբ։ Երբ Էդմոնը Լիբանանից եկավ Եգիպտոս, մնաց ներտանը մոտավորապես 1 թե ավելի ամիս, մինչև որ գտներ իր համար բնակարան, մեծ հայրս Սահաբ Թյուրաբյան ինքն է հայտնաբերել Էդմոնին եւ հրավիրել Լիբանանից կայրե, որ դառնա Արև թերթի խմբագիրը։ Իսկ Արև թերթը ունեցել է շատ հայտնի խմբագիրներ, Վահան Թեքեյանը, Գյուրջանը։ 1958-ից 67 թվականներին Արև օրաթերթի պատասխանատու խմբագիրներ։ Մենք այդ օրերուն է, որ իրարու ծանոթացանք, երբ նոր բադահազեր անտիլիասական ցնցիչ հերցվածը հայաստանյաց արաքելական եղեցվո մեջ։ Էդմոնը Մայրաթոր Սուրբ Էջմիածնա պաշտպանության փուրն բայկարի մեջ իր քրիչով կարևորագույն թերը կատարողներն մեկը դարձավ այն ժամանակ եւ ստեղծվեցավ այն զորավոր գաբը, որ պիտի դեվեր մինչև վերջ։ Ինքը անազատ ժամանակներում կարողացավ ազատության խորհուրդները մատուցել մեզ հանգիստ, խաղաղ, առանց բախումների, բայց ընկալման համուշությամբ։ Մեր հետ չի եղել որևէ մեկը, որի հետ մենք կարողանանք կիսվել, խոսել, պատմություններ լսել, դա Էդմոնն է եղել։ Ինչի մասին էլ որ նա գրեր, հայ գրականության մասին, Լիբանանահայ գրականության մասին, եգիպտական դեմքերի մասին Միքայել Գյուրջանի կամ ուրիշների, այդ բոլորի մեջ զգացվում է Հայաստանի ներկայությունը։ Սա բացառիկ բան։ Վերջապես ճակատագիրը նրան տարավ Միացյալ Նահանգներ, երազանքների եւ հնարավորությունների երկիր։
Այստեղ նա կրթվեց, ձևավորվեց որպես մտավորական։ Ու թեև Բոստոնի Northeastern-ի եւ Դեթրոյթի Wayne State համալսարաններում մասնագիտացավ անգլիական եւ ամերիկյան գրականության բնագավառում, այդ ոչ թե հեռացրեց նրան հայկականից, այլ հակառակը, հայոց մշակույթը համաշխարհային հարթակում ընկալելու, արժևորելու եւ ներկայացնելու կարողությամբ օժտեց։ Միացյալ Նահանգներում Ազատյանը ձեռք բերեց այնքան բաղձալի ազատություն ու նախաձեռնությունների փորձառություն, իսկ որ շատ կարևոր է, ամրապնդեց կապը հայ համայնքի հետ։ Եվ ահա, ամենակարևոր կապն իր կյանքում, որը կարողացավ օգտագործել ի նպաստ Հայաստանի եւ Սփյուռքի մշակույթի եւ կրթության զարգացման, մեծ բարերար եւ հասարակական գործիչ Ալեք Մանուկյանի հետ էր։ Հաջորդող գրեթե 40 տարուն ընթացքին Ալեք Մանուկյանին մեր երկուքին վրա ունեցած համարումը եւ վստահությունը գրնամ հանգիստ կերպով հաստատել եւ ասել, թե դարձավ այդ վստահությունը ամենաարդյունավետ եւ օրհնապեր զարգացումները մեկը հոգու դասկային բազմաթիվ մեծ թե փոքր հասկանալի ծրագիրներ հաջողության առաջնորդելու համար։ 1972 թվականից նա ստանձնեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ինչպես նաև ՀԲԸՄ նախագահ Մանուկյանի հայկական գրասենյակի վարիչի պաշտոնը։ I just think it's wonderful to see all these people here to pay a tribute to Edmund for all he's done, not only for Masco and the Manoogian family, but for the entire Armenian community. Շատ տարբեր տեսակ գազագերություններում մեջ պաշտոն ուներ։ Ըլլա սենք Միշիգան նահանգի ցասպանության ճանաչման կորզունեության նվիրված հանձնահոբի մեջ, ըլլա դեսակ սենք քրական հանձնահոբերու մեջ, ըլլա թեկյանի մեջ, բարեգործականի խորհրդատու Արդագաղթեցին գնացինք Միացյալ Նահանգներ, Նյու Յորք, նա եկավ մեզ այցելության, ինքն էլ ամուսնացել էր Նորա Իպեկյանի հետ, շատ տաղանդավոր կիներ, նկարչուհի, իր տղան իմ ընկերն էր, Ժիրայր Փափազյանը, մենք նաև դարձանք եւ բարեկամ եւ խնամի։ Երկար տարիներ մինչև կյանքի վերջին օրը Երվանդ Ազատյանը պայքար շաբաթաթերթի խմբագիրն էր։ Թղթակցում էր հայտնի եւ հեղինակավոր բազմաթիվ հայալեզու եւ օտարալեզու պարբերականների, օգնում եւ ստեղծում էր մամուլի նոր միջոցներ։ Նրա շնորհիվ Հայաստանի ընթերցողի սեղանին առ այսօր կարելի է տեսնել ազգ օրաթերթը։ Այդ գաղափարը ինքը տվեց։ Շատ բարձ երկու խոսքով։ Ես ընդամենը 3 ամսով եի եկել Երևան, ասած, գիտես, սա Բեյրութի նման փոխվեցին ժամանակները։ Կարելի է թերթը չունենա տպարան, բայց ներկայիս գործիքներով կարող է թերթը տպագրվել։ Առաջին ուրեմն համագարկիչները Երվանդ Ազատյանի հետ եկան Երևան։ Այդ է պատճառը, որ մենք միշտ պարտանում ենք, որ մեր թերթը առաջին կոմպյուտերացված համագարկչով աշխատող տպագրվող թերթ է։ Ամբողջ անվերգով կասում։ Դա պարտական են իրեն։ Ինքը օգնեց, որ ստեղծվի նույնիսկ Արժենտինի Սարդարաբադ թերթը, Կանադայի Աբակա թերթը եւ արդեն գոյություն ունեցող շատ թերթերուն, ինչպես որ Բայկարը եւ Armenian Mirror Spectator Միացյալ Նահանգներում մեջ եւ ասենք Ask թերթին հիմնողներն կամ հիմնական թեր կատարողներն եղած է եւ միշտ կապը գբահեր իր քրությունները գերնային դեպվեն իրանց այդ թերթերում մեջ եւ կհավատար այդ արաքելության որ մամուլը ունի հայ աշխարհի եւ հայ կյանքի մեջ։ The Armenian Mirror Spectator անգլիադար հայ շատ սիրված, հարկված, ամենասիրված եւ հարկված թերթը հայ աշխարհի մեջ։ Աբակա շաբաթաթերթը մեր Կանադայի որուն հիմնադիրները մեկը եւս է, Սարդարաբադ թերթը Հարավային Ամերիկայի, ուրեմն այս բոլոր թերթերում մեջ այդ բանը փնդրված հեղինակ մի եղավ մանավանդ ասկային, եկեղեցական եւ քաղաքական դակնաբալից շրջաններուն ընթացքին։
ան որպես առաջնորդող քաղաքական մաստակետ վերլուծապան համագիր թե հագարագործ բոլոր շրջանակներուն ուշադրությունը համագրանքը եւ մանավանդ հարկանքը գվայելեր մեզի համար շաբաթը մեմը անգլերենով հմփակրական կբادرաստեր շատ ավոր եւ բազմա գոմանի նյութերու առնչություն ունեցող հմփակրականներ եւ ճունինք հիմա այդպես իրենպես քրողը որտեւ իր դեսաթաշտը շատ լայներ ինքը լավ հիշողություն ուներ եւ գրնար գաբել դարբեր թեմաներ եւ նյութեր որ երբեմն առաջին հայացքով իրարու հետ շատ կապ չունեն, բայց երբ որ մտածեր գտնելու իրապես կապ ուներ մտահոգ ոգևորված անձեր եւ ոգևորված որովհետեւ ի վերջո ազգային հայկական իշխանություն պետականություն ենք ունենում եւ դրանով պետք է բացատրել իր մտերմությունը նաեւ այն ժամանակվա գլխավոր դեմքերի հետ այն մարկանցից էր որոնք շատ բաց խոսում են եւ դրանք կարեւորություն էր տրվում, որովհետեւ ինքը համաշխարհային քաղաքականության process-ներին հրաշալի հետևող անձ էր։ Չեր քաշվեր գրնար բարեկամապար, բայց գրնար ասենք քննադատել նույնիսկ Հայաստանի կառավարության դրածներ երբ որ գարցեր որ ասենք հարմար չեն շիդակ նպատակի հասցնելու եւ խիզախ էր այդ բանի մեջ ինքը շատ հստակ գիտեր թե ինչ է ասում, ինչ պիտի ասի։ Եվ իհարկե այս ամեն ինչը միշտ պետք է ինքը զարդարեր իր հումորով, որը էլի բացառիկ է։ Իր կանխատեսումները այնինչ գրել է տարիներ առաջ եւ ենթադրել է կամ կարծիք է ասել, որ սա այսպես պետք է լինի, այդպես էլ եղել է։ Այս ամենի հետ մեկտեղ կան գեղարվեստական պատմվածքներ, շատ փոքր թվով, որոնցից մեկը Կապույտ Երևանն է։ Պատմվածք, որը հեղինակը գրել է անմիջապես հետո իր առաջին այցելությունից։ Նկարագրում է, որ նստած է ինքնաթիռում եւ խորհում հայրենիքի մասին։ Հսկայական ջերմություն, հսկայական նվիրվածություն եւ անսահման սեր, այնքան անկեղծ, այնքան ազդեցիկ եւ այս ամենը իր գործնական արտահայտությունը ուներ Ազատյանի աշխատանքներում, հասարակական, քաղաքական գործունեության մեջ։ Նա կարողանում էր կազմակերպել աջակցություն հայրենիքի այն մտավորականների, գրողների համար, որոնք հատկապես անկախության առաջին տարիներին դրա կարիքը շատ ունեին։ Անմոռանալի է ինձ համար մեր այն ծանր Հայաստանի անկախության առաջի 2-3 տարիների ծանր իրավիճակը, երբ որ մեր մտավորականները, արվեստագետները գրեթե սոված էին, չունեին միջոցներ։ Այդ դժվար օրերին նա ինձ տվեց 60 օկանոց մոդավորապես ցուցակ, որոնց համար ամեն ամիս ուղարկում էր գումար, օգնություն, կարողանում էր կանոնավոր կերպով նրանց տալ այդ ամսական գումարները, որպեսզի վերապրեն։ Կարողանում էր շատ արագ հավաքագրել բարերարների ու միջոցներով եւ կարողանում էր ներգրավել ռեսուրսներ այս կամ այն ծրագրի շրջանակներում։ Օրինակ Երևանի պետական համալսարանի հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետի մասնաշենքի կառուցման նյութական միջոցների հայթայթման գործում կարևոր ներդրում ունեցավ Երվանդ Ազատյանը եւ իր շուրջը հավաքեց բարերարների խումբ։ Ես Էդմոն Ազատյանին ծանոթ եմ 1990-ին։ Առաջին անգամ հանդիպած եմ իրեն Դիթրոյթ, Ամերիկա։ Անգլիայի հետ միասին գործակցություն ունենք տեկյանի առնչությամբ, ազգային հարցերով եւ ասենք շարունակված է, հետո մինչև իր մահը գրեթե շաբաթը կամ 15 անգամ գաբի մեջ էինք։ Զանազան հարցերով Հայաստան, Սփյուռք, Թբոց, մշակույթ, տեկյան մշակույթի միջում։
աշխարհի ամեն գոմեն ծանոթներ եւ բարեկամներ ընկերներ ուներ եւ քրեթե ամեն ռոպե գաբի մեջ էր անոնց հետ զարմանալի օրենքամ հերա խոսով կամ վերջին շրջանի email-ով ինքը թեև դարեց էր բայց պատրաստակամություն ուներ ընդունելու նորակույն հաղորդության ծևերուն ուրեմն email հաջող կորցածեր միակ բանը որ միշտ չեր ուզեր Azıcık korzatçam meç fax mekanlar var atsevov gkrer irxan pakragana Ցերակիրով եւ ֆաքսով գուարկեր։ Երվանդ Ազատյանը նախաձեռնեց եւ հիմք դրեց ուսուցիչը հովանավորե ծրագիրը։ Այն նախատեսված էր Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում գործող արևմտահայ մեծանուն գրող Վահան Թեքյանի անունը կրող դպրոցների ուսուցիչներին եւ աշխատակիցներին աջակցություն տրամադրելու, նրանց գործը պատվելու, հարգելու եւ ունենալու կարեւորությունը արտահայտելու միջոցներ։ Եվ այդ առիթով էր, որ նա որոշեց, որ պետք է ծրագիրը անպայման հասնի դպրոցների ուսուցիչների եւ աշխատակիցներին այն գնահատանքով եւ երախտիկով, քանզի նրանք կարողանում են իրենց գործունեության նվիրման արդյունքում կերտել երիտասարդների աշխարհընկալման, ձևավորման են նպաստում եւ կարողանում են աշակերտության հետ աշխատել ու ստեղծել վաղվա Հայաստանի Հանրապետության կամ հայոց աշխարհի մարդկանց ձևավորել նրանց ինքնագիտակցությունը եւ կարեւորել նաեւ նրանց իրավունքները։ Երվանդ Ազատյանն օգնում էր Վահան Թեքյանի անունը կրող բոլոր կրթական հաստատություններին, հատկապես արժե հիշել Բեյրութի Թեքյան դպրոցի նորոգման գործում նրա կարևոր աջակցությունը։ Բեյրութի վայթումեն յետ Թեքյան մշակութային միությունը Ամերիկայի ադենաբեդությամբ բարոն Երվանդ Ազատյանին օժանդակեցին Վահան Թեքյան վարժարանը եւ շնորհիվ իր ներդրումին Վահան Թեքյան վարժարանը վերանորոգվեց։ Անցամբ կերտար այս բոլորը գազմագերբելու եւ Թեքյանին շունչը բահելու առավել եւս որ Վահան Թեքյանի անունով այս դպրոցները ծանոթություն դարձան։ Մեծ հարուստ մարդ չէր, բայց մեծ կարողություններ գումար գրավելու։ Իր նպատակը այն է որ հայությունը պահպանի սփյուռքի մեջ իր ինքնությունը եւ Հայաստանը իբր մայր հայրենիք շարունակե իր թերը աղբյուր լինելով մեզի համար մշակույթի ավանդության եւ կարևոր մեր ավանդներու գետրոն եւ ինչ որ հնարավոր է առաջ տանելու այդ նպատակին եւ Հայաստանը զորացնել արիգա կներ։ 90-ական թվականների սկզբում Դետրոյթում նշվում էր Հայաստանի անկախության մի տարի։ Եվ այդ առիթով ձեռնարկեր իրենց մասնակցությունը բերել էին գաղութի ներկայացուցիչները, ինչպես նաև Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամներ, ներկա էր նշանավոր բարեվար Ալեք Մանուկյանը, երբ հասավ կարևոր նշանակալից պահը կարկանդակ կտրելու, Երվանդ Ազատյանը հրավիրեց Ալեք Մանուկյանին եւ ինձ։ 90-ականների սկիզբ ես բավականաչափ երիտասարդ եմ, երբ մենք կտրեցինք հանդիսության կարկանդակը, հարց ուղեցի Երվանդ Ազատյանին։ Իհարկե շատ շնորհակալ եմ, բայց ինչու ես։ Ներկա են կոնգրեսականներ, այր պատվավոր մարդիկ։ Պատասխանը շատ կարճ էր, որի բովանդակությունը վերլուծում եմ մինչև այսօր։ Պատասխան, որը բնորոշում էր եւ բնութագրում Երվանդ Ազատյանին։ Դու հայրենիքից ես։ Հայրենիքի հասկացողությունը Երվանդ Ազատյանի համար բարձր էր ամեն ինչից։ Առնվազն տարին 1-2 անգամ այստեղ էր, այցելություններ, հանդիպումներ, ուսանողների հետ, գրական մշակութային մարդկանց հետ, դասախոսություններ եւ այլն։ Այնպես էր լինում, որ համընկնում էր որևէ տարեդարձի, ապա այդ հանդիսություններին ինքը չէր զլանա եւ կմասնակցեր։
եւ անպայման ուղեկցվում էր խմբով, որովհետեւ ինքը երբեք մենակ չէր գնում, տանում էր մարդկանց, որոնք նույնպես հետաքրքրված են իր գործունեությամբ։ Ինքը այն մարդն էր, որ երբ որ Հայաստան էր գալիս, ինչ որ մի հարակելությամբ, ծանոթները ասում են, «Էս ինչ հարցով էլ զբաղվի»։ Եվ ինքը զբաղվում էր այդ հարցով։ Արցախում զբաղվում էր առողջապահության հարցով, հիվանդանոցի նոր գործիքների ձեռքբերման եւ այլն, որը իր գործը չէր, բարձրապես իրեն տվել էին այդ խնդրանքը։ Եվ որպես փորձառու եւ վստահելի անձ անում էր այդ ամբողջը։ Ավելի քան 170 աշակերտ ունեցող Թեքեյան վարժարանում հիշում ու բարձր են գնահատում Երվանդ Ազատյանին։ 2023-ի Վահան Թեքեյան վարժարանի ամավերջի հանդեսի դարվան հունցքը նվիրված էր մտավորական գործիչ բարոն Երվանդ Ազատյանի մահվան հիշադակին։ Անշուշտ իր մահը մեզի շատ հուզեց, որ դարավին գրնար ինքը դալ, գրնար առաջնորդել եւ իր շուքը, իր ունեցած աստեցության կոդիները մինչև հիմա մեր մեջ կան։ Իր բացակայությունը հիմա հսկալիորեն հայտնի է, այնմատ երբ որ ամոք քիչ մեկ հետևի քրությունները կտեսնի, գսկա որ ուրիշ բան մգա, մեկը բացակայ է մեջտեղ։ Հոգեբես շատ ծանր կգշրե մեր բոլորին վրա եւ մանավանդ իմ վրաս։ Ասկային, քաղաքական, մշակութային, ծառայության անձայրազիր դաշտի մեջ, դարվող հսկայական բայկարի մեջ, ծանրորեն գսկանք հաստատուն սյունիմը մեծ բագասը։ Սխալ է, երբ կսվի թե աշխարհի մեջ անփոխարինելի մարդ չկա։ Կան սիրելիներ այնպիսիներ, որոնք իսկապես չեն գրնար փոխարինվել։ Փյուրքի կյանքը առանձին անհատների սյուների վրա է կանգնած։ Եվ այդ սյուներից մեկը խոնարհվեց խոշոր, որ իր ցածր հասակի իր ուսերի վրա պահում էր սփյուռքահայ գրական մշակութային կյանքի մի մեծ ծանրությունը։ Խիստ կարևոր է Ազատյանի գործունեությունը Թեքեյան մշակութային միությունում։ Տարիներ ի վեր նա Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ էր, ապա վարչության աթենապետը։ Նաեւ նրա շնորհիվ այսօր գործում է Վահան Թեքեյան մրցանակաբաշխությունը։ Մենք 31-րդ անգամ իրականացնում ենք Վահան Թեքեյան մրցանակաբաշխությունը, որի հաղթողները 100-ից ավել մտավորականներ են, թե Հայաստանից դուրս, պետք է առանձնահատուկ նշեմ այն շատ որոշակի դերը, որ Ազատյանը իրականացրեց, որպեսզի այդ մրցանակաբաշխությունը կայանա եւ կայանա արդեն 3 տասնյակ տարիներից ի վեր։ Ազատյանը ցավոք դժբախտաբար չկա, իսկ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում։ Պարգևելով թե մեր արվեստի գրականության գործիչներին անհրաժեշտ վերաբերմունք, անհրաժեշտ ուշադրություն, այնպես էլ իսկապես դառնալով երևույթ Հայաստանի հասարակական մշակութային կյանքում։ Եվ այսօր նրա գործը շարունակում է ներկայիս նախագահ Արշավիր Գյոնջյանը, եւ ես ուրախ եմ, որ այն հիմքը, որը դրվեց Ազատյանի կողմից, ունի իր շարունակություն։ 1988 թվականին Երվանդ Ազատյանին շնորհվեց Երևանի պետական համալսարանի, իսկ 2011 թվականին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 2008 թվականից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է, Հայաստանի գրողների միության անդամ։
2007 թվականին Երվանդ Ազատյանը պարգևատրվում է Հայաստանի Թեքեան մշակութային միության Ադամանդակուր Արարատ իշխանանշանով։ Հայաստանի Հանրապետության նախագահը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսն արժանացրել է Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ պատվո իշխանանշանի։ Հատուկ էր նրա կապը հայ առաքելական եկեղեցու հետ։ Ինքը ապրելով Դեթրոյթում մշտապես ուներ ներկայություն Հայաստանում։ Այդ ներկայությունը եւ ֆիզիկական էր, եւ հոգեվոր, եւ մշտապես կապված հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, եւ լինելով Երևանում նա առաջին այցը անպայման մայրաթոռ էր անում։ Երվանդ Ազատյանը բարձր էր գնահատում երկրի նախագահի ինստիտուտը եւ հատուկ ջերմ հարաբերություններ ուներ հատկապես հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հայաստանի անկախության առաջին տարիներուն մենք երկուքսալ հաջող կանտիբեինք Տեր-Պետրոսյանին եւ մեր թե քննադանքը եւ թե քննադատությունը կգադարենք նոր ձևավորվող pedagogian որտեքրած կորձելագերբի մասին։ Ազատյանը առաջնորդվում էր մի շատ կարևոր գաղափարով ծառայել հայոց պետականությանը։ Ծառայել պետականությանը անշուշտ ենթադրում է լինել որոշակի հարաբերությունների մեջ օրվա իշխանությունների հետ։ Բայց բոլորովին չի նշանակում անվերապահ ընդունել այդ իշխանություններին, հիանալ նրանցով եւ նման տեսակի գրավոր բանավոր դրսևորումներ ունենալ։ Ոչ, Ազատյանը միշտ որոշակի կապերի մեջ էր Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում Հայաստանի դեսպանությունների։ Լինում էր նրանց օգտակար, թե կազմակերպչական, թե նյութական առումով։ Քանի որ նրանք ներկայացնում են Հայաստանի պետությունը։ Եվ այդ տեսակետից Երվանդ Ազատյանը պետականամետ անձնավորություն էր, պետականամետ անհատ։ Երվանդ Ազատյանը մեզ համար ժամանակի ընկալման մեջ միայն գրականագետի զգացումների ամբողջ բարդությունը չէ, որ բերեց ու մատուցեց նորի ընկալման սկզբունքով, այլ ճշմարտի ճանաչողությամբ, ինչպիսին պիտի լինի գիտնականը, ինչպիսին պիտի լինի մարդը։ Այս ամենը կարելի է որոշարկել, ճանաչումի բերել Երվանդ Ազատյանի ապրած կյանքի ճշմարիտ ընկալման միջոցով միայն։ Երբեմն մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք քո կյանքում մեծ դեր են խաղում։ Ինչ որ մի բան փոխվում է քո մեջ։ Համարում եմ, որ ինքը ինձ համար այդ մարդկանցից մեկն է եղել, որ իմ մեջ ինչ որ մի բան փոխվել է։ Ազատյանի կյանքը նման էր ճանապարհի, որի յուրաքանչյուր կանգառ նոր գույն էր, նոր շունչ։ Ռայակի պարզությունը, Բեյրութի բազմազանությունը, Կայրեի խորհրդավորությունն ու Ամերիկայի անսահման բացվածքը նրան դարձրին աշխարհի քաղաքացի, բայց պահեցին հայ։ Արևելյան մեղմությունն ու արևմտյան թափը, անցյալի հիշողությունն ու ապագայի հավատը կերտեցին նրան որպես մտավորական, որը կրելով աշխարհի գույները միշտ նայում էր դեպի Հայաստան։ Մարդ կամուրջ։ Մտավորական, հասարակական եւ մշակութային գործիչ հայ, հայրենիքի եւ սփյուռքի միջև։ Անշուշտ փախտավորություն է տեսնել Ակրոպոլը, Հռոմի Քոլիզեն եւ թողուլ հոգիդ Փարիզու լույսերու հոր ձփանքին վրա։ Բայց գանչում է կրկին, գանչում անդադար։ Ադիգա հայրենի հողին գանչն է, որ Աթենքի թե Փարիզի մեջ կլսվի ամեն հայու եւ փոլոր համայքներեմ վեր, փոլոր բերջանքներեմ վերջ, գառնե հոգի դիր քախարթանքին դակ եւ գարաչնորթե քեզ հերու անձանոտ վարդակույն հորիզոններ։